Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում անցկացրել է կառավարության 40 նիստ և տվել մոտ 150 հանձնարարական։ Միակ նիստը, որի ժամանակ վարչապետը հանձնարարական չի տվել, 2016 թվականի նոյեմբերի 24-ն էր, եկել էր կարևոր որոշում փոխանցելու։ Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը անդամագրվելու համար։ Վարչապետի հանձնարարականներն այնքան առատ են, որ ամեն անգամ զարմանում ենք, թե ինչպես են կառավարության ղեկավարն ու օգնականները այդքան առաջադրանք մտածում։ Ընդ որում, որքան շատ են լինում վարչապետի հանձնարարականները, այդքան դժվար է դառնում հետևել դրանց կատարման ընթացքին։ Հին հանձնարարականների կատարման ընթացքի մասին հարցադրումները կանխելու լավագույն ձևը նոր հանձնարարականների տարափն է։ Կարծես թե Կարեն Կարապետյանը հենց այս մարտավարությամբ է առաջ շարժվում։ Եվ այդուհանդերձ վարչապետի 150 հանձնարարականների շարքում շատ են այնպիսիք, որոնք չպետք է հասնեին երկրի կառավարության ղեկավարի մակարդակ, այլ պետք է տրվեին եւ իրականացվեին ավելի ցածր օղակների պաշտոնյաների կողմից։ Ներկայացնենք այդպիսի 10 հանձնարարական։ Սկսենք ամենաթարմից։ Հունիսի 8-ին կառավարության ղեկավարն ասաց, որ Զվարթնոց օդանավակայանում տաքսի ծառայությունների որակը ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին եւ նորմատիվային պահանջներին։ Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղը Մալաթիա Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն։ Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք վարորդի տեսքը ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ոնց պետք է իրան պահի։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում իրականացնել Զվարթնոց օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիվ աշխատանքներ, բացել երթուղի Երևանի կենտրոնից Զվարթնոց։ Նախարարն էլ անմիջապես այցելեց օդանավակայան, բռնեցին իրավախախ տաքսիստներին, արձանագրություն կազմեցին, հայտնաբերեցին, որ թանկ է սպասարկումը։ 5 օր անց արդեն բացվեց Երևանի կենտրոնից մինչև օդանավակայան երթուղի։ Դա անշուշտ ողջունելի է, սակայն արդյոք մի ամբողջ պետության վարչապետ պետք է զբաղվեր 11 կիլոմետր 300 մետր հատվածում մեկ երթուղի ստեղծելու հարցով։ Մանավանդ, որ հենց դրա համար խոշոր հաստիկներ կան նշված նախարարությունում եւ Երևանի քաղաքապետարանում։ Հունիսի 1-ին վարչապետը հանձնարարեց մտածել քաղաքացիների եւ տուրիստների գեղագիտական բավարարվածության մասին։ Մեկ շաբաթյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ամռան ամիսներին, հանգստյան եւ տոնական օրերին հանրապետության քաղաքների այգիներում, պուրակներում մեր քաղաքացիների եւ զբոսաշրջիկների համար ժամանցի կազմակերպման միջոցառումների ծրագրեր։ Տարակուսելի է, միթե պարտադիր է, որ դա անելու համար մշակույթի, տարածքային կառավարման եւ զարգացման, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարները, մարզպետները, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը, Երևանի քաղաքապետը ստանային հատուկ հանձնարարական։ Չնայած եւ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունները վերահսկում են անտառները եւ ամեն տարի հանդես գալիս հաշվետվություններով, այնուամենայնիվ անտառները նոսրանում են, իսկ խնդիրների լուծման համար շատ կարեւոր բան է պակասում՝ հանձնարարական, որն էլ տվեց վարչապետը ապրիլի 27-ին։ Գյուղատնտեսության նախարարին 2 ամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման եւ պահպանության ոլորտում ներգրաված կազմակերպությունների ցանկը եւ դերը։ Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկություններ եւ գործողությունների ծրագիր։ Հայաստանում աղքատությունն ու գործազրկությունը արտագաղթը շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա։ Դրանց հետ մեկտեղ մեծանում է հիվանդների թիվը եւ մարդիկ տեղատներ են այցելում ավելի հաճախ։ Պարզվում է սակայն, որ ամբողջ երկրով մեկ բացի Երևանի կենտրոնից 24-ժամյա դեղատների խնդիր կա, որն առողջապահության նախարարը չի կարողանում կարգավորել եւ դարձյալ անհրաժեշտ էր վարչապետի մայիսի 18-ի հանձնարարականը։ Մեկ ամսյա ժամկետում առաջին ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության բնակավայրերում 24 ժամ եւ առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունը, ապահովելու հնարավորությունները եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ, այդ թվում ըստ բնակավայրերի դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ։ Հայաստանի պաշտոնյաներից միայն Կարեն Կարապետյանն է նկատել, որ երկիրն աղբի մեջ է ու որոշել անհաշտ պայքար մղել աղբի դեմ։ Մայիսի 4-ին տված հանձնարարականում նա խոստացավ, որ 10 օր անց երկիրն այլ ռեժիմում է լինելու։ Պարոն Հարությունյան, մտածեք ինչա պետք դրա համար մայիսի 20-ը հանրապետական շաբաթօրյակ հայտարարելու մասին։
Ընդ որում այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել, որպեսզի ինքը ձևական չլինի։ Համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի հանում եւ այլն։ Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը կառավարող համատիրությունները, որ ընտրություններում սովորաբար ակտիվ ներգրավված են ձայներ ապահովելու գործին, պարզվում է, որ մյուս ժամանակներում նույն եռանդով բնակչի կողքին չեն։ Համատիրությունների աշխատանքից իր դժգոհությունը վարչապետը հայտնեց մայիսի 23-ին։ Պետք է շատ համարձակ ստեղ ռեֆորմների գնալ։ Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա եւ ոչ մի կառավարման որակ չկա։ Դա ինչ որ անհասկանալի մի բան է։ Սա քաղաքապետի մակարդակով լուծելու հարց է, բայց վերստին դառնում է վարչապետի հանձնարարականի թեմա։ 9 փետրվարի վարչապետը դժգոհ է, որ ֆիզիկական կուլտուրան դպրոցներում մասսայական չէ, եւ քանի որ կրթության ու գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների մի կողմ են քաշվել, ստիպված ինքն է անցել ազգին սպորտսմեն դարձնելու գործին։ Մեկ ամսյա ժամկետում վերանայել կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը եւ ներկայացնել առաջարկություն այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ։ Տարիներ շարունակ Հայաստանի գյուղական բնակավայրերում տրանսպորտային խնդիրը մնում է չլուծված, կան բազմաթիվ գյուղեր, որոնք առհասարակ չունեն հանրային տրանսպորտ։ Ընդամենը մեկ ամիս պաշտոնավարող վարչապետը նկատում է դա եւ հոկտեմբերի 20-ին հանձնարարական տալիս։ Մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը, չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով։ Մասնավորապես ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկումը ընդհանրապես չի իրականացվում, նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ։ Սա ընդամենը քաղաքապետ գյուղապետ մակարդակով լուծվող հարց է, ծայրահեղ դեպքում մարզպետ, բայց հարցը այս փուլերն անցել է, շրջանցել պատասխանատու նախարարներին ու հասել վարչապետին։ Պաշտոնավարման երկրորդ ամսում, անցած նոյեմբերի 10-ին, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բազմաբնակարան շենքերում եւ դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների ու նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական առաջարկություններ ողջամիտ ժամկետներում։ Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների եւ դրա նման զվարճանքի ակումբների մասին, որովհետեւ շատ բողոք կա, որ բազմաբնակարան շենքերի տակը եւ բարոյական կերպարը եւ անհանգստությունը այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների, տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու համայնքային ղեկավարները ամենայն հավանականությամբ լավ չեն կատարել հանձնարարականը, քանի որ այդ ակումբները դեռևս նույն վայրում են, նույն ծառայություններն են մատուցում, կամ էլ գուցե ողջամիտ ժամկետ ասածը չի սպառվել։ Յուրաքանչյուր հանձնարարական նշանակում է այդ ոլորտի պաշտոնյայի աշխատանքի թերացում, որոնց համար որևէ մեկը պատասխան չի տվել, ուստի եւ վարչապետի գործունեության ոլորտն այնպես է փոխվել ժամանակի ընթացքում, որ նա դարձել է մանր հարցեր լուծող պաշտոնյա։